Պատերազմից փախչելուց հետո սա Եվրոպայում նոր կյանք սկսելու միտոմս է։ Սիրիացի ու իրաքցի 30 փախստականներ վերջերս տեղափոխվեցին Աթենքից Լյուքսեմբուրգ։ Եվրոպական միության խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նրանց ճանապարհողների շարքերում էր։ Երբ տեսա երեխաների երջանկությունը եւ երջանիկ դեմքերը, մտածեցի, որ դա իրապես այն է, ինչ մենք պետք է անենք։ Շուլցը կոչ է արել Եվրոպական միության անդամ բոլոր պետություններին մասնակցել վերաբնակեցման այս նախագծին, որը նախատեսում է 160,000 փախստականի տեղափոխում Եվրոպական միության երկրներ։ Սակայն Եվրոպական միության արևելյան մի շարք անդամներ ընդդիմանում են ծրագրին։ Լյուքսեմբուրգ ճամփորդության վերջին հատվածը ավտոբուսով է իրականացվում։ Շատ փախստականներ կարծում են, որ ոչինչ չգիտեն իրենց ապագա տան վերաբերյալ։ Օրեցօր ավելանում է հունական կղզիներ ժամանող հազարավոր գաղթականների թիվը։ Նավերի աշխատողների գործադուլի պատճառով շատերը մնացել են Լեսբոսի նավահանգստում։ Բացի Եվրոպա խմբի վերլուծաբան Փաուել Սուեդլիկին տարակուսանքով է մոտենում այս գործելակերպին։ 30 փախստականների Հունաստանից Լյուքսեմբուրգ տեղափոխելուց հետո նրանց թիվը հասցրեց 116-ի, ուստի դեռ շատերը հազարավոր փախստականներ դեռևս դուրս են մնացել եւ դա անգամ չի էլ ենթադրում, որ սա շատ ավելի լայնարձակ ճգնաժամի լուծում է։ Հունաստանը ճգնաժամի ճակատագծում է եւ վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել։ Մենք չպետք է քաջալերենք անվերահսկելի ցամաքային կամ ծովային ճանապարհորդությունը Թուրքիայից դեպի Եվրոպա, որը մարդկանց կյանքը վտանգի տակ է դնում։ Ներգաղթյալների մեծամասնության համար դեպի Եվրոպա նոր կյանք հաստատելու ուղին գնալով ավելի վտանգավոր է դառնում։ Տարանցիկ բալկանյան երկրներում օդի ջերմաստիճանը արագ նվազում է։ Օգնություն տրամադրող գործակալությունները զգուշացնում են, որ մարդկանց հազարավոր կյանքեր շուտով վտանգի տակ են հայտնվելու։ Տիգրան Մարտիրոսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։